խնամված լինելն է, Չերչինյան Cosmetics։ Բարև բոլոր Մեդինֆորմի հեռուստադիտողներին, այսօր մենք զրուցել ենք դաշտանային ցիկլի խանգարումների մասին եւ ռեպրոդուկտիվ տարիքում եւ ավելի մեծ տարիքում։ Ես իրով զրուցում եմ ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ կրկին իմ զրուցակիցն եք։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ այսպես դաշտանային ցիկլի խանգարումներ ռեպրոդուկտիվ տարիքում, այն որ ավելի հասուն տարիքում կանանց մոտ դա դառնում է սովորական եւ գնում է դեպի դաշտանադադար, դա փոքր-ինչ անհանգստացնող չէ, բայց այլ է պատկերը, եթե ավելի երիտասարդ են, ինչ հիմնական պատճառներ են ընկած այս խնդրի հիմքում։ Որպեսզի հասկանաք ինչ խանգարումներ կարող են լինել եւ ինչից են, երևի պատկերացնենք ինչից է կազմված մենստրուալ ցիկլը։ Այո։ Մենստրուալ ցիկլը ունի ձվարանային փուլ եւ արգանդային փուլ։ Ձվարանային փուլում մենք առաջի օրերը դիտում ենք ձվարանի մեծացում, դրանք ունեն որոշակի հորմոնների ազդեցությամբ տակ է կատարվում, հետո այդ հորմոնների որոշակի հարաբերության պայմաններով կատարվում է ձվազատում, հետագայում արդեն այդ ձվազատված ձվաբջիջը կամ բեղմնավորվում է, կամ արդեն դեղին մարմնի կիստա է առաջանում, այդպեսով սկսվում է արդեն մեր դաշտան։ Իսկ արգանդային փուլում լինում է պրոլիֆերատիվ փուլ եւ սեկրետոր փուլ։ Եվ բուն դաշտանը, երբ որ դա փոխվում այդ ամեն ինչը, որ չի եղել հղիություն եւ արգանդը լացում է արյունային արդյունքներով, որ չի եղել հղիություն։ Այսպիսի համեմատություններ էլ կա։ Այսինքն առաջի պատճառը, որ կարա լինի, դա հենց հորմոնալ խախտումներ են։ Հատկապես ռեպրոդուկտիվ տարիքում, եթե կանայք ջահել են, կարա լինի մետաբոլիկ խանգարումների ժամանակ, շատ ցածր քաշի ժամանակ, շատ բարձր քաշի ժամանակ։ Առաջներում խոսում ենք ձվարանային պոլիկիստոզ համախտանիշի մասին, որ խոսում էր ձվարանների հետ կատարվող փոփոխությունները մենակ այդ էր արտացոլում, հիմա մենք ավելի խոսում ենք մետաբոլիկ օվարիալ սինդրոմի մասին, երբ որ ավելի ճիշտ ենք արտացոլում բոլոր փոփոխությունները, բոլոր մակարդակներում մեր օրգանիզմում տեղը կատարվող, սա ըստ գինեկոլոգների եւ ավելի կոնկրետ է նկարագրում, ինչ փոփոխություններ են կատարվում, սկսած ինսուլինարեզիստենտականությունից վերջացրած բոլոր մանրամասն խնդիրներով։ Այսինքն այս ամենը կարող են իրենց ազդեցությունը թողնել ցիկլի։ Ամենը կարող է թողել եւ պետք է մոտենալ ոչ թե մենակ որպես գինեկոլոգիական խնդիր, այլ ընդհանուր խնդիր դրան։ Եվ մենակ այդ պարագայում դա ստանում է լուծում։ Նաեւ հորմոններ, որոնք որ կարգավորում են դաշտանային ցիկլը, դրանից բացի կան հորմոններ, որոնք ունեն ամբողջ օրգանիզմի վրա ազդեցություն, ասենք դա պրոլակտինը, որի խախտումը կարող է բերել ձվազատման խանգարման, դա թիրոիդ հորմոնն, որը կարող է բերել այդ տարբեր խանգարման եւ հորմոնալ սպեկտրը եկեք sense առանձնացնենք, դա։ Այո, դա մի այլ ճյուղ է, ասես կարգավորել է եւ այլն։ Եվ պետք է մանրակարգից ստուգվի, տեսնենք հորմոնալ խնդիրը թե չէ։ Մետաբոլիկներից կարող է մնալ կտրուկ քաշի անկում։ Եթե կտրուկ քաշի անկում է, չի հերիքում pašարը կնոջ, հատկապես դա դեռահասների մոտ է լինում, որ սկսում են մի քիչ քաշ հավաքել, ասենք, իրանք սկսում են դիետաներ նստել, անկառավարելի եւ ունենում են խնդիր, կտրուկ քաշը իջնում է եւ չկա, այսպես ասած, խոլեստերինային pašար, որը կառաջացնի հորմոններ եւ կառաջացնի ձվազատում։ Ահա թե որտեղ է պետք խոլեստերինային pašարը, որի ժամանակ էլի կարող են լինել խանգարումներ։ Ինչ խոս ստրեսը իր ձևերով, էնդորֆիններով արդեն կազդի մեր մենստրուալ ֆունկցիայի վրա եւ այսպես կոչված մարկերը, մենստրուալ ցիկլը, մենստրուալ ցիկլը ինքը եթե նորմալ է, դա խոսում է նրա մասին, որ կնոջ մոտ ամեն ինչ օքեյ է։ Եթե նորմալ չի, արդեն պետք է գտնենք որտեղից է այս աննորմալությունը եկել։ Այո, եւ այսքան պատճառների մեջից դա գտնել։ Այ շատ հաճախ անկանոն դաշտանային ցիկլով կանեք շատ հեշտ հղիություն են ունենում եւ պատահում է նաեւ հակառակայի այս միֆը ինչպես եք բացատրում։ Անկանոն դաշտանային ցիկլ ունեցողները դա սովորաբար ձվարանային պոլիկիստոզով տառապող կանայք են, որոնց իրանք սովորեն, որ իրանց մոտ կանոնավոր չի լինում, բայց իրանց մոտ տարվա մեջ 2-3 անգամ կարա սպոնտան օվուլյացիա
հիացա լինի, եւ կինը մտածելով, որ սա հերթական ուշացումն է, ուշադրություն չի դնում եւ բարձում է, որ հղի է։ Սա լավ անակնկալների շարքից է, որովհետեւ նման կանայք մեծ անհամբեր ձևով սպասում են հղի։ Եվ հավանականությունը մեծ է, որ չեն հղիանա։ Հա, հավանականությունը իհարկե մեծ է, որ չեն հղիանա։ Մենք խոսեցինք ռեպրոդուկտիվ տարիքի, այո, խնդիրներից։ Եթե կինը մոտ է դաշտանադադարին եւ կրկին անկանոն դաշտանային ցիկլ է տեսնում, սա նորմալ է, օրինաչափ է, թե այստեղ նույնպես կան խնդիրներ։ Հա, սա գրեթե ֆիզիոլոգիական նորմաների մեջ է, որովհետեւ դաշտանադադարի մոտ կնոջ մոտ կարա լինի կարճ դաշտանային ցիկլ, այսինքն 21 օրը մեկ, կարող է տեսնել քիչ քանակությամբ աննակը քչանում է։ Եվ կարող է 2 ամիս չտեսնել, հետո առատ դաշտան տեսնել։ Այս տարիքը շատ ավելի զգոմ պետք է լինենք պատճառները բարձաբանելու համար, հատկապես առատ դաշտանների ժամանակ, որպեսզի բացառենք պոլիպներ եւ նման այլ տարբեր խնդիրներ, արգանդի խոռոչում եւ ինչու՞ չէ վզիկի շրջան։ Շատ ժամանակ կինը կարող է ունենալ դաշտանից դուրս արյունային արտադրություն, մտածի, որ սա դաշտանային ցիկլ է սկսվել, ուղղակի քիչ քանակությամբ, կարող է անգամ մեծ քանակությամբ է լինի եւ սա լինի, ասենք, թե բաց թողնված արգանդի վզիկի քաղցկեղ։ Դրա համար հատկապես ֆունկցիայի մարման գնացող կանայք ավելի պետք է հետազոտվեն, որպեսզի կարողանան հասկանալ, կանխատեսել Այսինքն սա ինչ-որտեղ իսկապես ազդանշան է, այո, որ պետք է գինեկոլոգ հատկապես հարաբերությունից հետո, եթե դուք նշում այնք հարաբերություն ա եղել, ասենք, 2 ժամ հետո մի տեսակ դաշտան ա սկսվել անհասկանալի միշտ վտանգավոր ազդանշան հա եւ կին։ Այո, Տիկին Մաղաքելյան, այդ դաշտանային ցիկլի կարգավորումների համար շատերի համար անհանգստացնող է հորմոնալ պրեպարատների ընդունումը, չէ՞ որ այս ձևով են հիմնականում այն կարգավորում։ Որքանով այդ հորմոնները կարող են երկարատև ազդեցություն ունենալ կնոջ օրգանիզմի վրա։ Հորմոնալ պրեպարատները ինչ խոսք, սա նորմա չի, բայց այսօրվա հորմոնալ պրեպարատները դա նա չի, ինչ որ եղել է 20-22 տարի առաջ։ Մեր աղջիկների վախը, կանանց վախը հենց դրանից եկած այդ միֆերն ու ինչու՞ չէ նաև ոչ միֆերն են, որ եղել է։ Այսօրվա հորմոնները ճիշտ նշանակելու դեպքում գրեթե խնդիր չեն ունենում, բայց մինչև հորմոն նշանակելը պարտադիր պետք է կուրծքը հետազոտել ուլտրաձայնային հետազոտություն գոնե ձվարանները հետազոտվեն եւ վանաձև գեղձը, որտեղ կինը հարկային համակարգ է եւ այդ բոլոր հարկերը պետքա ճիշտ նորմալ վիճակում լինեն, որպեսզի անվնաս լինի մեր տված հորմոնը։ Այո, դրանից հետո անցնել հորմոնալ թերապիայի։ Եվ նաև խոսենք այս բուժումից հետո հղիության մասին, եթե թեկուզ ռեպրոդուկտոլոգների օգնությամբ արդեն ցանկալի, բայց չկայացած հղիությունները վերջո իրականություն են դառնում, այս հորմոնալ պրեպարատները այդ օրգանիզմի վրա ունենում են իրենց ազդեցությունը։ Այս դեպքում, եթե հղի է կինը արդեն ռեպրոդուկտոլոգի շնորհիվ կարող է կրել դրա հետևանքը։ Շատ դժվար հարց եք տալիս։ Իհարկե հորմոնները եւ ինչպես նաեւ բոլոր մնացած դեղերը իրենց ազդեցությունը մեր օրգանիզմի վրա իրենց ազդեցությունը թողնում են։ Շատ ժամանակ կարող է թանձրացում տալ արյան, եթե ճիշտ է նշանակված, սա մինիմումի է հասցված այս վտանգները, բայց ազդեցություն կա իհարկե։ Այո, եւ խնդրեմ մեր կանանց ուղղորդեք, թե դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում երբ արդեն անհանգստանալ, երբ սպասել կարգավորվի այն ինքնուրույն, խոսքը ռեպրոդուկտիվ տարիքի միջին տարիքի մասին, այսինքն մինչև 38-40 տարեկան։ Ուրեմն եթե ասենք, թե մի հատ դաշտանային ցիկլ բաց է թողնվել կամ քիչ է արյունային արտադրություն եղել եւ դա եղել է ամառային ամսվա մեջ, կարելի է գրեթե դա անտեսել։ Բայց եթե դա դառել է կանոնավոր խախտում, անպայման դիմեք գինեկոլոգի, որը արդեն գուղորդի, կարող է էնդոկրինոլոգի կարիք լինի եւ այլ մասնագետների, ասենք արյունաբանների խնդիր կարող արյունաբանական խնդիր լինի, ասենք մի հատ ցիկլի բաց թողումը, դա դեռ պատճառ չի, մենք պանիկայի մեջ չընկնենք, հատկապես ռեպրոդուկտիվ տարիքում։ Բայց եթե արդեն դարձել է կանոնավոր, դուք ձեր մոտ այդպես չէր, օրերը կարճացել են, քանակը քչացել է, անպայման դիմեք։
Եվ վերջում ասեք, թե ինչ հետազոտություններ կինը պետք է անցնի դաշտանային ցիկլի պարբերաբար խանգարումների դեպքում։ Այ դուք նշեցիք վահանաձև գեղձ, կուրծք։ Ցանկալի կլինի կատարել վահանաձև գեղձի կրծքի ուլտրաձայնային հետազոտություն, ինչպես նաև փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, սա շատ բան կտա։ Եվ արդեն գինեկոլոգը իր անամնեզից հավաքվելով կորոշի ինչպիսի հորմոններ պետքա հանձնվի եւ ոչ միայն հորմոններ։ Շնորհակալ եմ Տիկին Մաղաքելյան, ինչպես միշտ ձեզ հետ հարցազրույցը շատ հաճելի էր։ Նմանապես շնորհակալ եմ։ Հարգելիներս այսօր այսքանը, ես զրուցում եմ ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ, իսկ դաշտանային ցիկլի խանգարումների հետ կապված կարող եք դիմել բժշկուն, ես կնշեմ նաև հեռախոսահամարը։ Այսօր այսքանը, կհանդիպենք։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics